Աշխատանքային խիստ պրոցեսի մեջ էի ներգրաված, համենայն դեպս ցանկանում եմ մի փոքր հանգստանաք դուք ինձնից, ես ձեզանից չեմ հանգստանալի հետևորդներ, որտեղ պատրաստում եմ հետաքրքիր հաղորդումը, հերթական, որ պետք է ներկայացնեմ ձեզ։ Նախ կրկին շնորհակալություն եմ հայտնում, որ դիտում եք հաղորդումները YouTube-ում, իսկ ովքեր որ դեռևս չեն բաժանորդագրվել, խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել։ Կիսվեք սիրելիներս իմ հաղորդումներով, ես գիտեմ, որ հենց դա էլ անում եք եւ գիտեմ, որ մեծ հանրային լսարան է ձևավորվել, որի արդյունքում մարդիկ կարողանում են կողմնորոշվել օգտագործելով աստղաբանական գիտելիքները։ Նաեւ կարող եք բաժանորդագրվել Facebook-ին, այնտեղ փոքր կտորներ են ներդրվում իմ տարբեր հարթակների ելույթներից, էլ չեմ ասում Instagram-ը, հետաքրքիր կոնտենտ այնտեղ եմ ներկայացնում։ Facebook-ին, Instagram-ը իրենք տարբերվում են իրենց տարբեր ֆորմուլանով։ Համենայն դեպս շնորհակալ եմ ձեզ, որ դիտում եք ինձ, նաև գիտեմ, որ հետաքրքիր կոնտենտ եմ ներկայացնում, ես իմ գիտելիքներով, իմ բազայով գոհացնում եմ ձեզ։ Այսպիսով ստեղծվել է մի հետաքրքիր դաշտ, որի արդյունքում մենք բոլորս տեղեկացված ենք աստղաբանական տենդենսներով եւ փորձում ենք օգնել մեկս մյուսին հաղթահարել մեր առջև դրված այդ մարտահրավերները եւ ինչու՞ չէ կարգավորել մեր կյանքը աստղաբանական տենդենսներին համահունչ։ Եվ սիրելիներս, ահա ներկայացնում եմ նամակները, դրանք բազմաթիվ են, կանխատեսումները կատարվել են եւ դրական կանխատեսումները երբեմն ցավոք բացական կանխատեսումները, դե կյանքը այդպես է, բարդ մոլորակային դիրքավորումներ է բերում եւ մենք պետք է կարողանանք այդ դիմակայել այդ դիրքավորումներին, եթե հնարավորություն ունենանք ուղղակի լուծումներ տանք այդ բարդ դիրքերին եւ այդ էներգիան օգտագործենք ի բարօրություն մեզ, ի բարօրություն մեր հանրությանը։ Ցավալիորեն տեսնում եք ինչ է կատարվում ազգային ժողովում եւ դրա մասին խոսել եմ մոտավորապես 2 շաբաթ առաջ, որը արդեն իսկ ապրիլի 18-ից մարսը մտնի այստեղ առյուծի կենդանակերպ ինչ է լինելու, այնտեղ նշել է, որ այն ազդելու է ազգային ժողովի այն մարմինների վրա, որոնք կառավարման գործն են ստանձնել մեր երկրի։ Եվ 10-րդ տունը առյուծի կենդանակերպն է մեզ մոտ, մեր քարտեզում, ինչ է տեղի ունենում, առյուծը դա էլիտան է, իշխող կամ նախկին ուժերը, որտեղ այդ երկու ուժերի ձեռքում է գտնվում մեր երկրի կառավարումը, ընդդիմադիր կամ իշխանամետ, նրանք այնպես են արել, որ մեր երկիրը ուղակի այսպես նավի նման սասանվի այդ երկու բևեռների շուրջ եւ չունենա հնարավորություն եւ Մարսը առյուծի կենդանակերպում, Սևլուսի նկարիչի կենդանակերպում, Պլուտոնը ջրհոսի այդ մեծ կիսաքառակուսի դիրքավորումը ուղակի այսպես խաղարկվում է մեր կյանքում եւ Սևլուս նկարիչի կենդանակերպում ինչ է, դրանք կոռուպցիոն սխեմաների բացահայտ